Դե ինչ շարունակում ենք Առավոտ լուսոն եւ ժամանակն է ներկայացնելու մեր հաջորդ թեման Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնը ներկայացնում է Ֆլորիան Զելերի համանուն պիեսի հիման վրա բեմադրված Որդին ներկայացումը։ Եվ հենց այս իրադարձության շրջանակներում հրաշալի առիթ ունենք զրուցելու մարդկանց հետ, ովքեր գլխավոր մեղավորներն են։ Մեր տաղավարում է Որդին ներկայացման ռեժիսոր Դավիթ Խալաթյանը, բարի լույս, եւ դերասան մի հրաշալի անձնավորություն երիտասարդ, շատ խոստումնալից, տաղանդաշատ, լավ ներկայացնում։ Շատ։ Նարեկ Դավթյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ մեր տաղավարում տեսնել։ Եվ սա Զելերի ընտանեկան եռագրության, եթե կարող ենք այդպես ասել, վերջին մասն է, չնայած որքանով ճիշտ եմ հիշում, այս մասերը իրար հետ այդքան էլ կապված չեն, միայն թեմատիկ առումով։ Բայց Որդին վերջինն է։ Ինչու հենց Որդին, Դավիթ, ինչու ոչ հայրը։ Հայրը, մայրը, որդին, ամենամոտը իմ տարիքի համար որդին էր, դեռ հայր չեմ, և արդեն 5 տարի է, ինչ շփվում եմ 6-ից 26 տարեկան երեխաների, պատանիների, դեռահասների և երիտասարդների հետ և ամեն մեկի հետ ծանոթանալիս իր պատմությունը որևէ կերպ հետք է թողում և երբ կարդացի պիեսը, չէի կարող ուղղակի աննկատ անցնել պիեսի շուրջ, որովհետև շատ անկեղծ, շատ խնդիրների շուրջ է, ինչ որ այսօր ակնհայտ հանդիպում ես բոլոր այդ տարիքի դեռահասների մոտ։ Մի փոքր փակագծերը բացեք, ինչ խնդիրների մասին է խոսքը։ Չենք ուզի այդքան էլ փակագծերը բացել, որպեսզի հայր չեք, ես հայր եմ եւ դեռահասուն եմ տունը, ինձ էլ է դուք։ Այդ տեսեք, հենց շատ լավ ասեցիք, որովհետև հենց ձեր համար է ներկայացումը, կարող եք գալ եւ նայել։ Ներկայացումը ոչ միայն ձեզ համար է, ներկայացումը այն մարդկանց համար է, ովքեր պատրաստվում են երեխա ունենալ, ովքեր պատրաստվում են ամուսնանալ, ովքեր արդեն ունեն երեխա եւ իսկ դեռահասներին կարող ենք վերել։ Տարիքայինը 18+ է։ 18+, այո, շատ լավ։ Այնպես որ մի քիչ որ մեծանան դեռահասները կարող են գալ եւ 18+-ի դեպքում կվերցնեն գնանք։ Զելերի գործերում իրականում ընտանեկան դրաման միշտ կա եւ եթե չեմ սխալվում Հայաստանում Զելեր էլի բեմադրել են համազգային թատրոնում, նաեւ մարզային թատրոններում է բեմադրվել։ Փոքր թատրոնում Զելեր բեմադրելը ինչ որ առանձնահատկություններ ունի, որովհետև մեր միջավայրը շատ մոտ է դերասանը հանդիսատեսի հետ եւ այն թեման է, որը որ ուզում ես հենց այսպես մոտիկից տեսնել մարդկանց, որովհետև ներկայացման ամբողջ դերասանական խաղը հնարավորինս մինիմալ եւ ճակերտավոր ֆիլմին մոտ է հավաքած, այսինքն մեծ թատերային խաղեր չեք տեսնելու եք ռեալ, իսկապես ինչպես կարծես մարդիկ իրար կշփվեին եւ կխոսեին, հնարավորինս կենթանի։ Անդրադառնանք նաև դերասաններին։ Մինչև Նարեկի հետ զրուցելը նաև նշենք, թե այլ դերասաններ ովքեր են ներկայացման մեջ հոր դերակատարը Մուրադ Նադիրյանն է, մոր դերակատարը Կրիստինա Հովակիմյանն է, հոր երկրորդ կնոջ դերակատարը Մարիամ Դավթյանն է, որդին Նարեկ Դավթյանն է եւ երկու դերակատար ունենք, ում կերպարի անունը չեմ ասի, բայց կասեմ ովքեր են խաղում, որպեսզի ներկայացման ընթացքի զարգացման ինտրիգը պահենք, Կարեն Խաչատրյանն է եւ Ռուդիկ Մարտիրոսյանն է, խնդրել եմ որ հուշի։ Պայմանավորված է։ Նարեկ, Դավիթի նշած ապրումները օգնում են, քանի որ տարիքային առումով կարծես թե քիչ թե շատ մոտ եք կերպարին, օգնում են խաղալուն, թե ոչ։ Կան այդ ապրումները ձեր կյանքում։ Երևի թե ավելի շատ ոչ, որովհետև ես բացարձակ նման չեմ իմ կերպարին, բնավորության ոչ մի գիծ գրեթե մեր մոտ չի համընկնում ու լավ մարտահրավեր է փաստորեն։ Հա, բավական դժվար էր ինձ պատկերացնել սկզբից այդ դերում, բայց քանի որ ունեի ռեժիսորի վստահությունը, ես նույնպես իմ մեջ ձեռք բերեցի այդ ինքնավստահությունը, որ կկարողանամ այդ ապրումները իմ մեջով անցկացնել եւ հասկանալ ինչ է կզգա այդ տարիքի դեռահասը ու ինձ թվում է բավական լավ ստացվեց։ 20 տարեկան Նարեկին հաջողվեց։ Կարծում եմ հաջողվեց, համոզվելու համար կարող եք մենք ձեզ կսպասենք սիրով, Չէ, ես Նարեկի մոտ ուզում եմ որ առաջին անգամ ռեժիսորը կարծիք կարա անկեղծ ասի էլի, եթե փաստի առաջին Փոքրիկ գաղտնիք բացեմ, Նարեկը մասնակցությամբ դերասան չի, բայց երբ մենք ունենում ենք փոքր ֆոկուս գրուպայի հետ փակ դիտում, ով դուրս էր գալի առաջինի հարցնում էր ում արվեստանոցում է սովորում Նարեկը եւ ավարտել է թե չի ավարտել, կարծում դա արդեն փաստում է դրա մասին, որ Նարեկի մոտ հաջողվել է կերպարը։ Բա ինչու ընկեր Դավիթ։
Որովհետև Նարեկին դասավանդել եմ այբ դպրոցում, իրենց ավագ դպրոցում կար բեմարվեստ առարկան, որի ուսուցիչը ես էի եւ Նարեկը իմ աշակերտն էր։ Եվ հետո Նարեկը ավարտեց, գնաց ուրիշ ինստիտուտ, բայց ես նրան հետ բերեցի, այո, խաղալու։ Հրաշալի է։ Դավիթ, իրականում ֆիլմից խոսեցինք ու Զելերի պիեսները շատ են էկրանավորվել ու կարծեմ, որ դու էկրանավորման ռեժիսորը հենց ինքն է։ Դժվար չէ պիեսի հեղինակի իր իսկ էկրանավորումից հետո բեմադրել այս գործը։ Իրականում դիտմամբ փորձերը սկսելուց մի փոքր ավելի ուշ եմ նայել ֆիլմը, որպեսզի ազդեցությունը, այսպես ասած, չվերցնեմ, բայց շատ տարբեր է ստացվել ֆիլմը եւ ներկայացումը, բացարձակ իրար հետ կապ չունեն։ Շատ տարբեր է նաեւ Զելլերի մոտ իր պիեսը եւ ֆիլմը։ Ինձ թվում է այդքան էլ կարծես թե համեմատականի կարիք չի լինի, որովհետեւ տարբեր գործեր են ստացվել մեկը մյուսից։ Իսկ բեմադրության մեջ երաժշտություն օգտագործվում է։ Երաժշտություն օգտագործվում է նաև Երաժշտական ձևավորումը ով է արել դուք։ Ես եմ արել երաժշտական ձևավորումը։ Իսկ նկարիչ։ Նկարիչը Նարեկ Մինասյանն է, թարգմանիչը Սաթե Խաչատրյանն է, ում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որովհետև տրամադրել է մեզ իր թարգմանությունը եւ օգնել է հեղինակային իրավունքները ձեռքբերման հարցում հնարավորինս ամեն բան լինի արագ, հարթ եւ սահուն։ Սաթեին հատուկ շնորհակալություն, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին, ում շնորհիվ ներկայացումը պատկերացումից եկել է դեպի իրականության։ Հրաշալի է։ Ինչքան էր պետք պատրաստվել ներկայացման համար։ Այս դաժան հարց եք տալիս, որովհետև մեր ներկայացման ընթացքը բավականին երկար է տևել, բայց Ուզում հասկանամ ինչքան եք տանջել խեղճ արտիստներին։ մի տարուց ավել եմ տանջել, բայց մենք շատ նորստիվ է ներկայացնում։ Մենք մեծ միջումներ ենք ունեցել դերասանների մոտ հյուրախաղեր կար արտերկրում եւ գնացել են վերադարձել են բավականին երկար այո գրաֆիկը հետո գիտեք նոր տարվա ընթացքում ներկայացումները երբ որ սկսում է մյուս փորձերը դադարում են այնպես որ մեծ 2-3 ամիսներով դադարներ ենք ունեցել այդ ընթացքում եթե ասենց խտացնենք մոտավորապես 5 ամսվա փորձ ենք արել եթե խիտ անենք բայց այդպես բավականին երկար է տևել Դավիթ ներկայացումները նկարչական առումով միշտ առանձնանում են հետաքրքիր է այստեղ էլ կան հետաքրքիր լուծումներ բեմանկարչական կան քանի որ Նարեկը շատ օրիգինալ մտքեր ուներ եւ մենք միասին փորձել ենք փոքր բեմի համար մինիմալիստական նկարչություն մտածել կարծում եմ համենայն դեպս ովքեր որ փակ դիտմանը եղել են փորձնական բոլորը առանձնացրել են եւ նկարչական ձևավորումը եւ ամենակարևորը դերասանական խաղը Նարեկ, բայց մի փոքր արի խոսենք ամեն դեպքում ոնց անցան աշխատանքները այդ 5 ամս ինչքան էլ սեղմեց Դավիթը 5 ամիսը նորից քիչ չէ էլի ճիշտ չասես Ինձ համար միշտ շատ հետաքրքիր էր, միշտ ես շատ ներգրաված էի process-ում ու ինձ դուր էր գալիս, դե ինչպես պարոն Խալաթյանը նշեց, ինձ համար մի քիչ ոնց որ նոր էր այս ամեն ինչը, ես մինչ այդ դպրոցում իհարկե գնացել եմ բեմարվեստի, հետո ինչ որ փոքր պրոյեկտներում ներգրավել եմ, բայց սա իմ առաջին մեծ դերն է ու ինձ շատ հետաքրքիր էր բոլոր դերասանների հետ շփվելը, իրանց կյանքի հետ առնչվելը, դրա համար ես երբեք չէի ձանձրանում, եթե մյուս դերասանները կարող է իրանց համար առօրյա էր, այտենց մեկ-մեկ օգնում էին, հուսամ չէ իհարկե, բայց ես ոչ մի պահ չեմ ձանձրացել ու միշտ այտենց ուզեցել եմ Այս ամեն ինչը ավարտին հասնել ու հնարավորինս արագ խաղալ ու հանդիսատեսին ցույց տալ մեր աշխատանքը, մեր ճարտարանքը։ Շարունակելու մտքեր չկան։ Շարունակելու մտքեր միշտ էլ կան, բայց այնուամենայնիվ իմ հիմնական մասնագիտությանը զուգահեռ եմ ուզում այս ամեն ինչը փորձեմ տանել եւ ուզում եմ գուցե ինչ-որ փոքր դասընթացների ֆորմատով ոնց որ համասարանական կրթություն եւս ստանալ բեմական, բայց դե տեսնենք հետո ինչպես կգնա, դեռ չեմ կարող ասել։ Ես ընդամենը 3-րդ կուրս եմ դեռ։ Արժեք բոլոր դեռ արժևում է դու դեռ 20 տարեկան ես։ Նարեկ չենք այդտեղից կյանքը քո արժևում է ու շատ լավ է որ ամենայն դեպս արդեն իսկ առաջին քայլերը կան։ Եվ վարակը կարծես թե քո մեջ մտել։ Հուսանք դեռ այլ ներկայացումների կամ պրոյեկտների շրջանակներում նույնպես քեզ մեր տաղավարում կտեսնենք։ Մենք օրվա մասին չխոսեցինք, երբ է լինելու ներկայացումը։ Ներկայացումը լինելու է փետրվարի 15-ին, փետրվարի 20-ին եւ 27-ին
15-ի տոմսերը գրեթե սպառվել են։ Անցանք առաջ 15-ին չկա։ 20-ին կա տոմսեր, 20-ին ներկայացումը։ 27-ին կա տոմսեր։ Եվ հետո կլինի խաղացանկում։ Այո, փոքր թատրոնի խաղացանկում կլինի, տոմսերը կարող ենք ձեռք բերել Event Hub-ից, տոմսարկղից, որտեղից որ հարմար է ավելին։ Մենք հաջողություն ենք մաղթում ներկայացմանը եւ ձեզ եւ թող լավ գործեր հաճախ բեմադրվեն։ Եվ երկար կյանք ներկայացմանը։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օր, շնորհակալություն, որ մեկ տաղավարում եք, իսկ մենք շարժվենք առաջ։